Արտաքին գործերի նախարարությունում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդեց մամուլի ասուլիսը։ Նախ ուզում եմ միանգամից ասել, որ բնականաբար ԵԱՀԿ գործող նախագահողի այցը տարածաշրջան տեղի ունենում միանգամայն նոր հանգամանքներում, մեր տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների պայմաններում։ Իհարկե նախ եւ առաջ նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը օգոստոսի 8-ին խաղաղության գագաթնաժողովում Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողով եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնությունները մեր գործընկերներին ներկայացրել եմ մանրամասները, այդ թվում եւ պայմանագրի նախաստորագրումը, այդ թվում եւ սկզբունքները, որոնք ամրագրված են հռչակագրում, եւ այդ թվում եւ սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի ունենալու ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված էր նպաստելու հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը եւ այժմ, երբ այդ խաղաղությունը հաստատված է, մենք որպես նոր իրողությունում գտնվող պետություն պետք է մեզ համար բացահայտենք համագործակցության նոր հորիզոններ եւ ուղղություններ, իր խոսքում մասնավորապես նշեց Արարատ Միրզոյանը։ Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է տեսնել ուժեղ եւ արդյունավետ ԵԱՀԿ, արդյունավետ կազմակերպություն բոլոր 3 չափումներով եւ ներկայիս աշխարհակահաղական միջավայրում ԵԱՀԿ-ն կարիք ունի մասնակից պետությունների ամուր հանձնառության, այդ պատմական փաստաթղթի ես նկատեմ Հելսինկյան եզրափակիչ ակտը ոգուն եւ սկզբունքներին մասնակից երկրների կողմից անսասան հավատարմության, այդ կերպ ամրապնդելու կազմակերպության արդյունավետությունն ու դիմակայությունը, որպեսզի այն իր առաջնային մանդատին համապատասխան կարողանա նպաստել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում, անվտանգությանն ու կայունությանը, հակամարտությունների կարգավորմանը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները կանխելուն, խախտված իրավունքների վերականգնման ջանքերին, եւ մենք մշտապես հանդես ենք եկել ողջ ԵԱՀԿ պատասխանատվության տարածքում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների լիարժեք կիրառման օգտին, եւ այսուհետ եւս մեր ջանքերը ուղղված կլինեն սրան։ Ասուլիսի ընթացքում չեն շրջանցվել իհարկե Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունները, որոնք վերջին շրջանում նոր թափ են ստացել։ Քննարկվել է նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընդլայնման հարցը։ Մենք բարբերաբար նկատել ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին, անկախ բոլոր մարտահրավերներ եւ խոչընդոտներ հանդիսացող հանգամանքներից, ինչպես նաև այդ համատեղ դիմումն եմ ես ողջունում փակելու ՕՍՀ Մինսկի խմբը փակելու, մենք հուսանք, որ այս բոլոր գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ավելի ուշ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու եւ ընդլայնելու համագործակցությունը այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը կարողանում է արժեք ավելացնել։ Հաստատված խաղաղության պայմաններում եւ հարաբերությունների կարգավորման շրջանում շարունակում են մնալ որոշ հարցեր, որոնց լուծումը հավելյալ ջանքեր է պահանջում։ Դրանցից առաջնահերթը Բաքվում պահվող գերիներն են։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես եւ միշտ այս պահին եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն 3 նաեւ Շարմ el-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն։ Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանը։ Եվս մեկ անգամ կառավարության դիրքորոշումը վերահաստատել է մեր երկրի գլխավոր դիվանագետը։ Հարկ եմ համարում նշել, որ ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է
Ես զարմանում եմ, որ շարունակաբար այսքան ուրեմն հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել, բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել եւ չի ստանձնելու պարտավորություն փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ասուլիսի ընթացքում խոսվել է նաև թրիփ նախագծից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ինտեգրումից եւ մի շարք այլ թեմաներից։ ԵԱՀԿ ներկայացությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել եւ ընդլայնել համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը կարողանում է արժեք հավելացնել, շարունակական բնույթ տալով խոստումնալից այն քայլերին, որոնք արդեն իսկ կայացված են։